Մեր սահմանադրության համաձայն ազգային ժողովն ունենում է 3 փոխնախագահ, որոնցից մեկը պետք է ընտրվի ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված падգամավորներից։ Հենց այս պաշտոնի համար Ուժեղ Հայաստան խմբակցության կողմից առաջադրված 3-րդ թեկնածու Արամ Վարդևանյանի ընտրության հարցի քննարկմամբ էլ մեկնարկեց այսօրվա նիստը։ Թեկնածուի կենսագրությունն ու քաղաքական ուղին ներկայացրեց Ուժեղ Հայաստան խմբակցության քարտուղարը վստահեցնելով. Պարոն Վարդևանյանը իր ամբողջ ներուժը, գիտելիքները ու փորձը ներդնելու է Հայաստանի Հանրապետությունում օրինականության, իրավունքի գերակայության և պետական շահերի պաշտպանության գործում։ Պատգամավորների Տիգրան Աբրահամյանին ուղղված հարցերը հիմնականում վերաբերում էին ոչ թե նրա ներկայացրած թեկնածու Արամ Վարդևանյանին, այլ Ուժեղ Հայաստան խմբակցության անդամ Էդգար Ղազարյանի վերջերս լայն արձագանք գտած հայ սակրավորների վերաբերյալ հայտարարությանը։ Էդգար Ղազարյանը ասել է, որ իր հայտարարությունը կոնտեքստից կտրված է եւ նա այդ հարցին կանդրադառնա հետո առանձին։ Սիրելի քաղաքացիներ, հորդորում եմ ձեզ վերից վար լսել Էդգար Ղազարյանի հայտարարությունը եւ հասկանալ, այդ ինչ կոնտեքստում է, որ կարելի է հայի մահ ցանկանալ։ Այժմ ելույթ է ունենում ֆրակցիայի քարտուղար պարոն Աբրահամյանը, ով սատարում է Էդգար Ղազարյանի սակրավորին մահ ցանկանալու հայտարարությունը։ Իշխող քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից նկատեցին, որ այդ հայտարարության համար առնվազն ներողություն պետք է խնդրի Էդգար Ղազարյանը, ինչու՞ չէ նաև Ուժեղ Հայաստան խմբակցությունը, սակայն քննարկումն անսպասելի շրջադարձ ստացավ։ Էդգար Ղազարյանը զարմանքով արձանագրեց, թե ինչպես է խորհրդանի 3-րդ փոխնախագահի ընտրության հարցը վերածվել իր նախկին հայտարարության քննարկման։ Իմ թեկնածությունը ոնց որ թե չէր առաջադրվել։ Ես որ խնդրեմ ձեզ, դուք կարող եք մի քիչ ավելի հստակ ձեր խոսքում ընդգծել։ Իրականում լավ կլիներ, որ այդ հորդորը անեի ոչ թե ես, այլ ազգային ժողովի նախագահը, նախագահի տեղակալները։ Մինչ բոլորը սպասում էին, թե ով ներողություն կխնդրի, այդ քայլն իր ելույթի ընթացքում կատարեց ոչ թե Ղազարյանը, այլ թեկնածու Արամ Վարդևանյանը։ Հայ սակրավորների վերաբերյալ այն ձևակերպումը, որը այս դահլիճից հրապարակվել է, ես դրա համար ներողություն եմ խնդրում։ Ղազարյան Էդգարի կողմից ասված։ Վարդևանյանն իր շուրջ 20 րոպեանոց ելույթում ներկայացրեց ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնի իր պատկերացումները, վստահեցնելով, որ ընտրվելու դեպքում ու նաև խորհրդանի նիստերը վարելիս թե իշխանության, թե ընդդիմության նկատմամբ ունենալու է հավասար եւ անաչառ վերաբերմունք, առաջնորդվելով իրավունքի գերակայությամբ։ Նրա ելույթից հետո հարցերի համար հերթագրվեցին 43 падգամավորներ։ Վարդևանյանին հիշեցրին նաև նրա քաղաքական անցյալը, լուսավոր Հայաստանի Հանրապետական կուսակցության, Հայաստան խմբակցության հետ ունեցած կապերը, ինչպես նաև խորհրդարանից հեռանալուց հետո փաստաբանական գործունեությանը վերադառնալու մասին հայտարարությունը, հետաքրքրվելով, թե ինչ է փոխվել, որ այսօր արդեն Ուժեղ Հայաստան խմբակցության թեկնածուն է։ Մի հատ sense արտահայտություն եք արել ձեր խոսքի մեջ, իմ կողմից վերադարձ փաստաբանական գործունեությանը չի լինելու, իսկ ում կողմից կարող է լինել։ Եթե կլինի խմբակցության որոշում, որ օրինակ ես որպես Արամ Վարդևանյան պետք է վայր դնեմ падգամավորական մանդատը, լինի X, Y պատճառներից ելնելով։ Ես դա հարգելու եմ։ Հետևաբար միտքը նրանում էր, որ իմ կողմից դրա նախաձեռնում չի լինելու։ Առաքելությունը ստանձնել եմ, այս ճանապարհը պետք է անցնեմ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Սոնա Ղազարյանը նկատեց, եթե ինքը լիներ Հայաստան խմբակցության փոխարեն, Արամ Վարդևանյանին այսօր դեմ կքվեարկեր։ Ինքը Վարդևանյանը դա թողեց Հայաստան խմբակցության որոշմանը, փոխարենն ասաց, որ հրաժարվելու է ծառայողական ավտոմեքենայից, քանի որ մեկի փոխարեն 2 ավտոմեքենա ունի։ Հայտարարեց, որ ինքը եւ իրենց թիմը պարգևավճարներ չեն ստանալու, այլ դրանք ուղղելու են բարեգործական հիմնադրամներին։ Խոսեց իր պատկերացմամբ Հայաստանում կատարվող քաղաքական հետապնդումներից, քաղբանտարկյալներից, ընտրությունների արդյունքներից, եկեղեցու ներքին գործերին խառնվելուց։ Ասաց, որ բարձրաստիճան հոգեվորականին կարգալույծ անել-չանելու հարցով անգամ արհեստական բանականությանն է դիմել։ Արհեստական բանականությանը մի հատ հարցրեք որևէ հռոմի պապ գոնե 20-21-րդ դարում կուսակրանությունը խախտել է թե ոչ։ Հատկապես իշխող թևից հնչեցին դժգոհություններ, որ Վարդևանյանը հարցերին չի պատասխանում ըստ էության, այլ դրանք տեղափոխում է այլ դաշտ ու տալիս մասնագիտական, այս դեպքում իրավաբանական գնահատականներ։ Հաջորդ հարցին հստակ պատասխանելու ակնկալիքով իշխող թևից Նատալիա Սինորյանը հետաքրքրվեց, թե որքան է Հայաստանի Հանրապետության իրական տարածքն ու որ քարտեզն է Վարդևանյանի համար ընդունելի։ 29800-ներ, հետո 29743-ներ։ Հիմա եթե վերջինը 29743-ից ենք խոսում, դրանից պետք է խոսանք։
Որովհետև եթե մենք լինեինք իշխանություն, թե այդ ժամանակ ինչ կասեինք, այդ ժամանակ պետքա լինես իշխանություն։ Հարգելի հայրենակիցներ, եկեք արձագանքենք, պարոն Վարդևանյանը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ չի պատասխանում տվյալ հարցին ըստ էության։ Փոխադարձ մեղադրանքներով նախկին ներկա բանավեճի տրամաբանությամբ անցած հարցուպատասխանից հետո խորհրդարանն անցավ ելույթների փուլին, իսկ ելույթ ունենալու համար գրանցվել էր 59 падգամավոր, սակայն մինչև աշխատանքային օրվա ավարտը խոսքի իրավունքից հասցրեց օգտվել միայն նրանցից 6-ը։ Այդ պատճառով երրորդ փոխնախագահի ընտրության հարցի քննարկումը կշարունակվի նաև վաղվա նիստում։ Տիգրան Վակիմյան, Լևոն Խաչատրյան, Հորիզոն։